Հասկանում ես կատարածդ, հարցնում էր նավապետը մեկին, որը նոր էր ընդունվել որպես նավազ և կայմի վրա բարձրանալու փորձեր էր կատարում։ Երիտասարդը արդեն մոտենում էր կայմի ամենաբարձր կետին, երբ նայեց ներքև լեռնացող ալիքներին և գլխի պտույտ զգաց։ «Նայիր դրոշակին, նավազ», ձայն տվեց նավապետը, տեսնելով իր զինվորին վտանգի մեջ։ Տղան հնազանդվեց իր ղեկավարի ձայնին և հաջողությամբ հասավ կայմի ծայրը։ Նույնը հաճախ զինվորի հետ է տեղի ունենում կռվադաշտում, ուր ամեն ինչ խոսում է վկայում ստույգ վտանգի, ցավի ու մահվան մասին։ Ճակատագրական վայրկյանին զինվորը պետք է լսի իր պետի սրտապնդիչ ձայնը. «Զինվոր, նայիր վերև, դրոշակիդ»։ Դա ասել է հիշիր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զենք են վերցրել։ Դա ասել է արիացիր, քանզի քեզ հետ է ցեղդ, որն ապրել է ուզում։ Դա ասել է նայիր, վերևն աչք կա, որ տեսնում է քեզ, արթուն աչքը նախահայրիդ, որ հետևում է քո բոլոր շարժ ու ձևերին։ Նայիր դրոշակին, դա ասել է մի մոռացիր, որ սկսված ճակատամարտի ելքից է կախված հայրենիքիդ ճակատագիրը։